Հարգելի գործընկերներ, ինչպես արդեն ներկայացրեցի, առաջարկում ենք փոփոխություններ իրականացնել աշխատանքային օրենսգրքում, հիմա բացատրեմ ինչու եւ ինչ փոփոխություններ։ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների հիման վրա որոշվել էր, որ 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը եւ փոփոխումը իրականացվելու է բացառապես թվային համակարգով։ Ինչպես նաեւ որոշվել էր, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակ է տրվելու գործող աշխատանքային պայմանագրերի թվայնացման համար, այսինքն որոնք նախկինում կնքված են եղել։ Այս փոփոխությունները համահունչ են եղել ընդհանուր կառավարության թվայնացման քաղաքականությանը եւ ըստ էության ուժի մեջ են մտել եւ թվային համակարգերը աշխատում են, այսինքն հենց հիմա էլ այդ գործողությունները տեղի են ունենում թվային էլեկտրոնային եղանակով եւ աշխատակիցները կարող են ընդունվել աշխատանքի միայն այդպես, պայմանագրեր կնքել միայն այդպես։ Սակայն գործընթացը նաև ենթադրում է էլեկտրոնային ստորագրությունների առկայություն թե աշխատակիցների մոտ, թե գործատուների մոտ։ Գործատուների դեպքում այդ հարցը վաղուց լուծված էր, որտեղ էլեկտրոնային ստորագրությունը անհրաժեշտ էր նաև բոլոր հարկային հաշվետվությունների ներկայացման համար շատ վաղուց եւ այդ մասով խնդիր չկա, սակայն աշխատակիցների միստվար զանգվածի մոտ, թե նոր աշխատանքի ընդունվող եւ թե արդեն գործող պայմանագրեր ունեցողների մոտ, ինչքան էլ որ մենք տվել էինք բավարար ժամանակ, այսինքն 1 տարի, 1 տարուց էլ ավել, եւ նաեւ գիտեք, որ այդ էլեկտրոնային ստորագրությունը անհրաժեշտ է նաեւ այլ գործիքներից եւ օգտվելու համար, օրինակ նույն ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիրը լրացնելու համար եւ այլն, այնուամենայնիվ մեր շատ քաղաքացիներ չեն հասցրել կամ ժամանակին չեն ձեռք բերել իրենց նույնականացման քարտերը, առանց որի հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրություն եւ մենք հիմա բախվում ենք մի իրավիճակի, երբ փաստացի մեր որոշ քաղաքացիներ զրկվում են իրենց աշխատանքային իրավունքները իրացնելուց այս կարգավորումների ուժի մեջ լինելու պատճառով, որը թույլատրելի իրավիճակ չէ կարծում եմ եւ մեր որևէ քաղաքացի պետք է զրկված չլինի դրանից։ Միևնույն ժամանակ շատ կարեւոր է նաեւ փոխկապակցել այս բարեփոխումը մեկ այլ բարեփոխման հետ, որը պակաս կարեւոր չէ, դա նոր տեսակի չափանիշների, միջազգային չափանիշներին համապատասխանող նույնականացման քարտերի համակարգի ներդրումն է, որը արդեն մտել է իր վերջնական փուլ եւ մենք այս տարվա վերջից կունենանք նոր տեսակի նույնականացման քարտեր եւ այստեղ էլ մի խնդիր է առաջանում, որ եթե մենք հիմա նույնիսկ մոտ 200,000 քաղաքացու շատ 24-ժամյա ռեժիմով աշխատելով առանց շաբաթ-կիրակի տրամադրենք այդ 200,000 քարտերը, մենք խնդիր ենք ունենալու հետո կրկին այդ վերաթողարկման հետ, այսինքն նորից նույն քարտերը տրամադրելու եւ առաջարկում ենք հետեւյալը. թողնել այն ինչ որ կամավոր կա ուժի մեջ, այսինքն քաղաքացիներ իրավունք ունենան դա անել էլեկտրոնային եղանակով, որտեղ նորից եմ կրկնում, բուն թվային տեսանկյունից համակարգը աշխատում է, ես ինքս իմ աշխատակիցների հետ պայմանագիր կնքել եմ էլեկտրոնային եղանակով, այսինքն ինքս կարող եմ ասել, որ դա աշխատում է։ Բայց նաև թույլ տալ շարունակել թղթային տարբերակով պայմանագրերը կնքելը, մինչև որ մեր բոլոր քաղաքացիները ի վերջո կունենան նույնականացման քարտեր, այժմ ներկայացված նախագծով առաջարկը հետեւյալն է, որ հետաձգենք 1 տարով, այսինքն պարտադիրը ուժի մեջ մտնի 27 թվականի հունվարի 1-ից, բայց մինչ մենք այստեղ քննարկում էինք, մենք մի քիչ ավելի խորը մեր ներքին գործերի նախարարության գործընկերների հետ քննարկեցինք եւ պետքա արդեն առաջարկենք առաջինից երկրորդ ընթերցում այն եւս 6 ամսով երկարացնելու, այսինքն ուժի մեջ դնելու պարտադիր կոմպոնենտը 2028 թվականի հուլիսի 1-ից, որ վստահաբար որևէ կուտակում, որևէ խոչընդոտ եւ որևէ հերթ չլինի նույնականացման քարտեր ստանալու համար, երևի այսքանը, եթե հարցեր կլինեն, կպատասխանեմ, շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցերի համար հերթագրում։ Արուսյակ Մանավազյան։
Պարոն Թորոսյան, իսկապես շատ շնորհակալ եմ այս նախաձեռնության համար, որտեվ դժգոհություններ կան իրականում քաղաքացիներ, նաև գործատուների կողմից, պատճառը միայն, այսինքն շատ լավ է, որ մենք գնում ենք դեպի էլեկտրոնային հարթակ եւ լրացնում ենք աշխատանքային պայմանագրերը, ամեն ինչ թափանցիկ երևում է, որևէ խնդիր չկա այդտեղ եւ պետք է ինչ որ պահից սկսած ունենանք այդ էլեկտրոնային տարբերակը, բայց ID քարտերի հետ կապված իսկապես կա դժգոհություն, որտեղ քաղաքացուն ստիպված ես լինում կամ քաղիրավի ծառայությունների մատուցման պայմանագրով ընդունել, եթե ոչ աշխատանքային, իսկ դա էլ հարց է, կարող ես, թե չես կարող, եւ կամ խնդիր է, թե խնդիր չէ, դա էլ է։ Հիմա տեսեք, մենք որքան ենք համոզված, որ ձեր ասած նոր տարբերակը ID քարտերի տարվա վերջ լինելուց հետո մենք կհասցնենք մինչև մյուս տարվա ենթադրենք հունիս ամիսը ամբողջ ծածկույթով, այսինքն բոլորը ունենան այդ քարտերը։ Սա էլ է խնդիր լինելու, թե իսկապես կարողանալու ենք հենց հունիսից օրենքը ուժի մեջ մտնելու պատրաստ լինենք։ Շնորհակալություն Տիկին Մանավեզյան, այնքանով ենք համոզված, որ նոր համակարգը, նոր օպերատորով պետություն մասնավոր համագործակցությամբ ներդրվող թողունակության խնդիր չի ունենալու, ինչ մենք ունենք մեր այս պահին բավական հին եւ շատ ծանրաբեռնված աշխատող համակարգի հետ, այսինքն մենք ունենք սահմանափակում օրական թողարկվող քարտերի այսօր, նոր համակարգի դեպքում չեմ ասի անսահմանափակ, որտեղ այնուամենայնիվ ամեն ինչ էլ սահմանափակ է, բայց մեր բնակչության թվի համար սահմանափակումներ ըստ էության չեն երևալու, հա, նրանք տրվելու են շատ արագ, այդ առումով մենք ունենք հավաստիացում մեր գործընկերներից ներքին գործերի նախարարության, որ դա տեղի է ունենալու եւ դուք հիմա գիտեք, որ այսօրվա թողարկվող ID քարտերը նույնիսկ իրենց մեծ չիպը չեն պարունակում եւ պարզապես պլաստիկ քարտ են, բայց տպագրության, այսինքն հիմա հերթը հասել է մոտավորապես ամառ, հունիս-հուլիս ամիսներ եւ այս տեսանկյունից մենք չենք կարող զրկել մեր քաղաքացիներին իրավունքներից, թեև նորից եմ կրկնում կամավոր թույլ ենք տալու դա իրականացնել եւ քաղաքացիներին այնուամենայնիվ խնդրում եւ կոչ ենք անում անցնել թվային գործիքների։ Ես ինքս իմ ID քարտը հանել եմ, երբ որ ID քարտերը նոր սկսեցին տպագրվել 500-րդ համարն եմ եղել ժամանակին, որտեղ հավատացել եմ դրան, որտեղ դա ավելի թափանցիկ եւ ճիշտ եղանակ է բոլոր գործերը կարգավորելու։ Շնորհակալություն։ Արձագանք